Razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Բարի առավոտ հարգելի հայրենակիցներ, առավոտը հերթական հաղորդումն է, որ հեռարձակում է 26-ով չարտեր կապի ծառայությունների և AMGA հեռուստաժամով ամեն օր գիտեք երկուշաբթի մինչև ուրբաթ, սա կրկնվում է նաև ինտերնետային համակարգում www.razmik.net-ում որոշ բողոք չասեմ, այսպես ասած առաջարկություններ կան, որպեսզի այս հաղորդումը երեկոյան նույնպես ցուցադրվի կամ տեղափոխվի, իհարկե տեղափոխություն չի կատարվի ամբողջությամբ, բայց ցուցադրման հարցերը կրկնելու կամ այնտեղ գրանցվելու հետո այստեղ կրկնելու երևի կմնա հեռուստա տեսության, այսինքն տնօրինության տակ դա կքննարկվի, իհարկե որ ինչ-որ տեղավորվի թեկուզ 12-ից հետո գիշերը, որովհետև նայողները կամ դիտողները առավոտ ուրիշ մարդիկ են, երեկոյան ուրիշ մարդիկ են, այսինքն ինչ-որ մի հատված չի կարողանում դիտել առավոտի հաղորդումները, սա կազմակերպչական հարցեր են։ Ուրեմն այսօրվա դրությամբ երկրագնդի ամենատակ կետը հանդիսանում է Իսրայելը հորդանանյան պատերազմը, չհայտարարված պատերազմը, երեք հիշում եք ես ասեցի չհայտարարված պատերազմի դեպքում և դիվանագիտական փաստաթղթերը բացակայում են, հարձակվող կողմը դատապարտվում է միջազգային օրենքներում որպես պատերազմի հանցագործ, այդպիսի վտանգ է կախված այսօր Իսրայելի վրա, անկախ պատրվակից, ասենք, թե ինչ է եղել, որովհետև եթե որևէ մեկը մյուսի հետ հարց ունի իրավաբանական, դրա համար կան դատավորներ, դատարաններ, որտեղ դուք դիմում եք և այդ հարցը այնտեղ քննում են, ինքնադատաստանի իրավունք ոչ ոք չունի, քաղաքացիները նույնպես, այնպես չի կարելի ասել, որ իմ զինվորներին 2 հոգու տարել են ինչ-որ մարդիկ, որոնք սրանք են հատկապես, այսինքն իրավունք էլ չունեք ասել, որ սրանք են հատկապես, և այսպիսի բաներ, և դուք սկսում եք հաշվեհարդարի պատրաստություն, այսինքն ճիշտ անում եք այն, ինչ որ անում են սովորաբար տերորիստները, որտեղ տերորիստական բնավորության կամ քննարկումները, որոնք այսօր երկրներում դրված են հարց, ինչու են տերորիստ անվանում, այսինքն նրանք իրենց պահանջներն ու բողոքները իրենց ձեռքով են լուծում, ոչ թե ասենք դատարանների են դիմում, այսինքն հաշվեհարդարներ են տեսնում, պայթեցնում են, պատժում են, այսինքն և իրենք օրեսդիր են, և դատական են, և գործադիր են, դրա համար երբ որ այս ամենը մեկտեղ է ամփոփված, սա կոչվում է տերորիստական ակտեր, այս նույն ձեռագիրը այժմ Իսրայելի վրա է, միջազգային օրենքներով, որտեղ ինքը և գործադիր է, և դատարան է, և ամեն ինչ է, իր ձեռքով միջազգային սահմաններ է խախտել տարածքային և վնասում է մեկ այլ միջազգային սուբյեկտի, այսինքն ասենք քաղաքացու, նույնը դուք կարող եք ձեր հարևանի նկատմամբ այսպիսի դիրք գրավել, չնայած ասենք ապրում եք Գլենդել բրբանկում, բայց նկատեք, որ հարևան ասենք ձեր ծառի վրա քար է գցում, դա նկատեք, փաստեք, նկարեք և հետո այս ամենը ոչ թե ներկայացնեք դատարան, այլ տունը հրդեհեք, շանը սատկացնեք, կնոջը առևանգեք, երեխայքին սպանեք, դուք գիշերով կամ շարունակաբար, սա ձեր կողմից կկոչվի տերորիստական ակտ, այսինքն օրենքները շրջանցելով այսպիսի գործողություններ եք կատարում, իհարկե ձեզ անպայման կպատժեն, նույն վտանգը կախված է Իսրայելի վրա, որովհետև ոչ մի արդարացում նա տվյալ պահին չունի, գործողությունների կատարման ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ինքն է արել ամեն բան
սկսել պատրվակի տակ դիլ չանելով այն մարդկանց հետ, որտեղ ինքը արդեն խախտում էր, այսինքն Պաղեստինի ինքնավար հանրապետության քաղաքացիներին պահելով իր բանտերում, այդպիսի իրավունք չունենալով, որովհետև նա էլ ունի իր ինքնավարության, ազատության աշճանները եւ իր բանտերն ու դատարանները։ Այսինքն այս հարցերը միջազգային մնում են որոշելու, թե միջազգային հանրությունը կամ գերպետությունները ինչպես կմոտենան այդ հարցին, բայց այսօրվա դրությամբ այդ հարցը նկատվում է, որ նույն դրության մեջ է ինչ-որ հայկական հարցը, ասենք 20-23 թվականին այդ ժամանակները, երբ որ ընդգծված թաքցնում էին հանցագործներին եւ միջազգային օրենքը խախտողներին եւ այլն։ Այս բոլորը մենք այսօր ենք տեսնում։ Բայց դրդապատճառները, այսինքն միջազգային այն ուժերը, որոնք ստեղծում են օրենքներ միջազգային, հետո էլ իրենք էլ խախտում են այդ օրենքները, այսօր ակնառու երևում է ամերիկյան հեռուստատեսության լրատվությամբ, որը ուղղակի լվանում է հեռուստադիտողի ուղեղը, փորձում է լվանալ, բայց հակառակ էֆեկտն է ստացվում հավանաբար, դա ակնառու է, որովհետև այն միջոցները, որոնք առաջ ազդում էին դեռ չհասունացած մանկամիտ երկրի բնակիչներին, ասենք սրանից 100-50 տարի առաջ, 15 տարի առաջ նույնիսկ, հիմա կարծեք, թե արդեն չի գործում, սա է բանը, որ մարդիկ իրար են նայում զարմացած, որտեղ արդեն լավ գիտակից են ժամանակի մեջ եւ ասում են մեզ հիմարի տեղ են դրել, թե ինչ որ մի բան այն չէ։ Այսպիսով մեկը մյուսի հետևից շարքից դուրս են գալիս հեղինակություններ։ Ամերիկյան պրեզիդենտը իր կառավարչակազմով, ֆրանսիականը իր վարչակազմով, անգլիականը իր վարչակազմով, կասկածի տակ է դնում ռուսականը, այս ինչ է կատարվում։ Եվ այս ամենը կատարվում է շատ արագ, ծածկելու, քողարկելու միջոցները չեն բավարարում, որպեսզի տեղի ունենա այս ամենը, ուղղակի չեն բավարարում։ Այսինքն ամերիկյան լրատվությունը այս ափերում Fox-ը եւ CNN-ը ուղղակի ամենավերջին թատերագրությամբ, այսինքն օբյեկտիվ խաղալով, ուղղակի ծաղրանքի են իրենց ենթարկում, իրենց տված ինֆորմացիաներով։ Եվ տեսնենք ուր կգնա այս թաթերախաղը, բայց բոլոր դեպքերում ես ձեզ այսօր կտանեմ այս ծնող վիճակը, սրա վիճակը ծնող հիմնականում Իսրայելի պետության վարքագիծը ցուցաբերող, չէ որ սա այսօր չեղավ, երեկ չեղավ, առաջի օրը չեղավ, 50 տարի առաջ չեղավ, 100 տարի, 1000 տարի, նման վարքագիծ, երբ որ ասենք այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես ասենք 330 հոգի մահացել են լիբանանյան կողմում առանց պատճառի, 350 հոգի մահացել են առանց պատճառի, դադարան չկա, ոչ մի բան չկա, այդ դրանց մահը պատճառաբանված չէ, ասենք ես իրենց հաղորդագրության 31 հոգի էլ մահացել են Իսրայելի կողմում, այս էլ իր պատճառը չունի, որտեղ եւ 330 եւ 30-ի միացյալ պատասխանատվությունը ընկնում է Իսրայելի վրա, որովհետև նա պատերազմական վիճակում չի գտնվում եւ ռմբահարումները եւ նրա վրա նետված ռումբների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Իսրայելի վրա, որովհետև եթե դատարանը լինակ ասի դու ես մեղավոր, այսօր արդեն 10-11-րդ օրն է անցնում։ Հիմա արդեն բոլոր միջոցները հանրության կարծիքը ստեղծելու կամ փոխելու վրա սպառվել են, ուղղակի սպառվել են։ Ասենք տասնյակ հազար զորք կանգնած է ռեզերվները իր Իսրայելա-լիբանանյան սահմանի վրա։ Ոչ մի պետություն, որը քաղաքացիներ ուներ Լիբանանում, հայտարարություն չի անում Իսրայելին, որ եթե իր քաղաքացիներից մեկը վնասվի Լիբանանում, ապա այսպես, ապա այնպես, այսպիսի հայտարարություն ոչ ոք չի անում, բոլորը հապճեպ իրենց ռազմական ինքնաթիռներով իրենց քաղաքացիներին հեռացնում են,
Այսինքն գիտեք ինչի են նման։ Ապրում էին այդտեղ նրանց քաղաքացիները, գործում էին, հանկարծ հարևանը, ինչպես ասեցի, անօրինական մտել է այդ տունը, որտեղ հյուր էին այս պետությունների հարազատները եւ քաղաքացիները, հանկարծ փոխանակ նրանք միանալու եւ այդ հարևանին ասելու ինչ ես անում այդ մարդ, իրենց հյուրերին որպես թե տանում են իրենց տները, անհասկանալի մի բան է, որը որ թքած ունենան Լիբանանի վրա, կարծես ասում են, որ մաքրենք մեր քաղաքացիներից միանգամից վերացնենք Լիբանանը։ Կարճ ասած, այսօրվա դրությամբ մարդկությունը իր խղճի առջև հաշվետվություն է տալիս, ինքը մարդ է թե գազան, մարդ է ընդհանրապես երկրագնդի վրա, թե ինչ-որ մի կենդանի արարած է։ Փաստորեն այսօր այս առճակատան մեջ են կենդանական զգացմունքները, փչացած ամեն ինչ եւ մարդկային ինչ-որ մի վիճակ, ասենք ազատությունը, մարդկությունը, հարևանությունը եւ այլն։ Բայց ես նորից դες կտանեմ սրա դրդապատճառները ուսումնասիրելու, որովհետեւ տեսնեք, թե դուք հազարամյակների մեջ մեկ սխալը, երկու սխալը կարող են սխալի հիմքերի վրա պատահական սխալները նույնիսկ, բնության աղետները, պատահական սխալները, բնության աղետները, գենոցիդները, ակսիդենտները, որոնք որ կատարում են, ասենք, մարդկանց հետ, դրանց մեջ ծնում են այնպիսի հատկություններ, որը հակասում է հենց մարդու կերպարին։ Այդպես է։ Այս, ասենք, ինչ որ ես ձեզ հետ զրուցեմ, այս կապակցությամբ մենք կտեսնենք, թե այսօրվա դրությամբ ամենախեղճ եւ կարեկցանքի արժանի է Իսրայելը, հրեական ժողովուրդը, որովհետև նա կատարում է հանցագործություններ, ինքն էլ չգիտի, թե ինչ է անում, ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, եւ չի հասկանում, ինքը չի հասկանում, եթե, այսինքն, գործ ունենք մի հիվանդ երևույթի դեմ, այսինքն, մարդկությունը նայում, ախր վերջը սա հիվանդ մարդու գաղափարախոսության արարք է, վերջը, եւ եթե մարդ ես, պետք է բուժման միջոցներ կամ հայլի պահես իր դեմը, պատմես նրան, ասես, տղա ջան, ես ինչ որ դու անում ես, պարզապես գժություն է քո արածդ, ոչ թե հանցագործություն, ու դու կա հանցագործություն, երբ որ գիտակցությամբ կազմակերպում ես, կա մեկ ուրիշ ձև, որը գժություն է կոչվում է, պատժելի չի, այսօր կարծես թե Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան ընդունում են, որ Իսրայելը գրիժ է, այսինքն գժված է, եւ նրանց քայլերը հենց այդպիսին են, իսկ նրանք, որոնք որ չեն հասկանում, որ գործ ունեն հիվանդ մի պետության հետ, պարզապես բորբոքվում են, մենք էլ հետը, հիմա այդ մասին է խոսքը, թե ինչու մենք դնում ենք առողջի տեղ եւ սկսում ենք տանջվել, փորձելով այդ առողջ մարդու արած վայրագությունները բացատրություն պահանջել։ Իսկ նրանք, որոնք որ ձայն չեն անում, կարծես գիտեն, որ գժի հետ գործ ունեն։ Եվ այս դրությունը, որ ինչպես են նրանք հասկանում են, որ հիվանդ է, ինչ պիտի անես։ Իսկ մենք չենք հասկանում։ Մենք նրանց նորմալի տեղ ենք դնում։ Հիմա տեսնենք այս ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Որ հասանք այստեղ ու ամեն ինչ մեր առջև փաստում, երևում է։ Ուրեմն 3000 տարի առաջ պետք է գնանք, 3000 տարի, երբ հայկական բարձրավանդակում հայերը պղինձ, անիվ էին հնարում, պղինձ էին արտահանում, երկաթ էին ձուլում, զբաղվում էին անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտուղներ էին հայտնագործում, տարածում, այգեգործություն եւ այլն, ցորենի գյուտը գնացել էր արդեն ներքև, եփրատով, շումերյան էր ստեղծվել սրա հիման վրա եւ ապրում էին շումերները։ Պետք է ասել, որ շումերներ, աքադներ, հայեր, արմեններ, այս մանր ժողովուրդները կամ ցեղախմբերը արդեն այս քաղաքակրթության մասն էին կազմում։ Սրանք մարդկային գենի կամ գործողությունների հետևանք էին, բոլորն էլ իրար եղբայր, թշնամի չկա, այնքան մոտ էին սկզբին եւ մարդուկին, մոլորակի գալուն եւ
այս գործերը կատարելուն։ Նույնը Եգիպտոսում, եգիպտացիները ասենք այդ շրջանի ժողովուրդների հետ ինչքան էին հեռու ծագումնաբանությամբ, շատ քիչ։ Եվրոպան չի ձևավորված դեռ, որ սկսենք ասել, թե արիացիները գնացին Գերմանիա, Նորվեգիա, արիացիները մտան Անգլիա, Ֆրանսիա, չկային այդ բաները։ 3000 տարի Քրիստոսից առաջ ամբողջ քաղաքակրթությունը մի բռի մեջ էր, որտեղ որ ասենք այս համայնքն էր, որտեղ շումերներն են, հյուսիսում հայերն են, արևելքում աքադներն են, հուրիներ են, եգիպտացիներն են, այնտեղ բուրգերը արդեն սարկած նստել եւ էլի ծորենի գործ են անում, ծորեն եւ մարդը մտել էր գյուղատնտեսության մեջ։ Ահա շումերների եւ հայերի, հենց այդպես էլ ասենք, հայերի միջև Եփրատ գետով գոյություն ուներ մի հատ աշխուժ առևտուր։ Շումերները ապրել են Միջագետքում, այսօրվա Իրաքի տեղը, ամբողջ Եփրատ Տիգրիսի գետաբերանով եւ հարակից դեպի Պարսկաստանին այսօրվա լեռներից իջնող այն վտակների ափերին, որոնք ջուր էին բերում դաշտերի համար, ուրեմն հիմնականում Եփրատ եւ նրան հարող հողատարածքների վրա։ Ոչ անտառներ կան, ոչ հանքեր կան, ոչ որս կա, ոչ մի բան չկա այդ երկրում։ Միայն կա բարեբեր հող, որը կարելի է միայն ծորենի տակ մտցնել, անտառ էլ չկա, ասենք սա էր։ Եվ շումերական քաղաքակրթությունը համագործակցված հայկականի հետ, որը հանդիսանում էր իրեն իր համար արդյունաբերական կամ գործիքների, հենց այդպես միջոց գոյություն ուներ աշխուժ առևտուր Եփրատ գետով։ Այս առևտրի հիմնական միջնորդները, որոնք որ առևտուր էին անում շումերների եւ հայերի միջև, պետք է որ տեղավորված լինեին այս երկու պետությունների արանքում, որոնք որ իրենց նավակները ունեին արկղանման պատրաստած, այսինքն անկախ արկղեր են, ասենք 2 մետրը 2 մետրի վրա, որոնք կարելի է ջրի վրա դնել իրար կողք, մեջը փոս, իրար կապել եւ ստանալ լաստեր եւ մեջը ապրանք բերել Հայաստանից դեպի Շումերիա։ Այս ժողովուրդը, որը իր գործն էր կատարում, առևտրական գործը, որի ծագումնաբանությունը նույնպես համարում է սեմետական, այսինքն նա այս գործը արեց եւ շումերների ժամանակ եւ Բաբելոնի ժամանակ, ըստ որում շումերներին հաջորդեց բաբելոնական թագավորությունը 2002 թվականից մեր թվարկությունից Քրիստոսից առաջ եւ իջավ մի քանի հարյուրամյակներ, այսինքն Բաբելոն միջև Բաբելոնի կործանում ասենք, եւ բաբելոնացիները շարունակություն ունեին շումերական քաղաքակրթության։ Իսկ հիմա, որ ասենք Հայաստանի հարավից Արարատից այն կողմ կա Խառան քաղաքը, որտեղ պեղումներ են անում հրեաները, փորձելով, հաստատելով, որ ասենք այստեղ են նրանց արմատները, այստեղից են առաջացել իրենք, այսինքն գտնվելով Հայաստանի եւ Բաբելոնի միջև, հիմա դա մեզ այդքան չի հուզում, որովհետև մարդն էլի միտեղից առաջացել են, այսինքն ժողովուրդները, որտեղ միտեղ ապրել են, եթե ժողովուրդներին հալածես, ասես դու ստեղ չես ապրել, դու ստեղ չես ապրել, վերջը կկանգնի դեմդ կասի, ներողություն, իմ ձևն ու քո ձև իրարից ինչով են տարբերում, կասես ոչ մի, բալավ դու տար ինձ տեղավորը, ես որտեղ եմ, բայց ժամանակի մեջ մենք իրար հետ պիտի լինենք այդ տեղում, եւ մենք չենք կարող ապացուցել, որտեղ ասենք եվրոպացիները, եգիպտացիները, հայերը, շումերները, որ ասես դրանց նախահայրերը վերջը գալու են մի տեղ, չէ, ուրեմն եղբայրություն է գալու մարդկության մեջ։ Հետևաբար մարդը, ժողովուրդները մեկը մյուսին ասելու իրավունք չունեն, դու հին ես, ես նոր եմ, նա ավելի նոր է, նա այն է։ Միայն կարելի է ասել, մենք բոլորս էլ ծագել ենք մի տեղից, բայց պարզապես մեր ճյուղերը գնացել են տարբեր ուղղությամբ,
դուք քաղաքակրթության մեջ մի քիչ դանդաղել եք, մենք կամ նրանք մի քիչ արագացել են, հետո հավաքվել եք այդ որդիներն ու թոռներն իրար, նայել եք իրար, ասել եք, վայ ինչ հետամնաց վիճակում եք, կարող է մենք մեր պապերը երբ որ գրքեր էին գրում եւ այլն մետաղ էին ձուլում, ձեր պապերը ծառերի վրա են, այդպեսի արտահայտություն չի կարելի ասել, ուրեմն սկիզբը նույնն է, ժողովուրդները տարանջատվել են, հետո հիմա այսօր երկրագնդի վրա սկսում են ճանաչել, տեսնում են մի մարդ 3000-4000 տարի առաջ անը դա ձուկ է բռնել եւ ոչ մի բան չի հնարել, բայց ամեն ինչով նույն մարդու ծագումնաբանության կենտրոնն է։ Այս հարցերի վերաբերյալ կխոսանք պատմականորեն, թե ինչպես, ասենք, Օվկիանիայի բնիկները, որոնք ապրում են Ավստրալիայում եւ հարակից ինդոնեզիական կղզիների մեջ օվկիանոսի, որոնք մինչև վերջերս, ասենք, մարդակերությամբ էին զբաղվում նույնիսկ, որտեղ պրոտեինի պաշար չկա այդքան, եւ իրանք մոտ արդեն դա համարում են կենսաձև, ասենք մի քանի 100 տարի առաջ, հագնվում էին ոչ մի բան, մի հատ նիզակ ունեին, երբեմն նետ ունեին օգտագործել, գտնվում են նախամարտու վիճակում, բայց երբ նրանց ավանդույթները, ասենք բանավոր, ոչ մի բան չունեն, այդ վիճակում էլ հասել են, հիմա որ եվրոպացին տեսնում ասում է, այս վայրենի որտեղից առաջացավ, բայց երբ որ լսում են, հասկանում են նրանց լեզուն, որ լեզու ունեն խոսակցության, հաղորդակցության միջոց ունեն, նրանք պատմում են, որ իրենց նախնիները հազարավոր տարիներ առաջ, միգուցե 15,000, 20,000, ով գիտի, բայց իրենց ավանդույթների մեջ կա, եկել են մի երկրից, որը սարեր ուներ, պատկերացնում եք, եւ նկարագրում են Հայաստանի կողմերը իրենց ավանդույթներով, այդ մարդիկ խաղաղօվկիանոսյան կղզիները, այդ մասին 2004 թվականի միջազգային կոնֆերանսի ժամանակ Հայաստանում զեկուցում եղավ, ոչ թե չինացիների մասին են պատմում, ոչ թե հնդիկների, այլ իրենք պատմում են մեր երկրի մասին իրենց նախնիների գալու։ Ուրեմն պատկերացրեք, եթե Հայաստանում առաջացել են առաջին մարդիկ տարբեր ժամանակներում, նրանք տարածվել են աշխարհով մեկ, ապա նրանք այսօր քաղաքակրթության աստիճանի վրա տարբեր մակարդակի վրա են, եւ նրանց չի կարելի ասել վայրենի են, նրանք ծառերի վրա են մանեկել, պարզապես նրանք կանգնել են Հայաստանում եւ հարակից շրջաններում, եղել է բարենպաստ պայմաններ։ Հիմա տեսնենք, քաղաքակրթությունը, որ Հայաստանում էր, այսպես են ասում, ձևավորվում եւ նրա հարակից շրջաններում տարածվում էր, ուրեմն մեր առաջի գործակիցները կամ զարգացած երկրները, հարևան երկրները, մենք որպես արդյունաբերող երկրներ, որտեղ մեր մոտ արդեն գիտատեխնիկական առաջընթաց է եղել, եթե չլիներ անիվը, չէր ծնվի Շումերիան, Եգիպտոսն էլ չէր ծնվի, որովհետև անիվն է, որ այն երկաթուղին պետք էր հանդիսանար, որի վրա շարժվելու է ամբողջ արտադրությունները։ Ուրեմն այս գյուտերը կամ հայտնագործությունները հիմք են հանդիսանում քաղաքակրթության տարածմանը։ Հայաստանը իր պատվավոր տեղը ունի մինչև այսօր, եթե հանկարծ որևէ բան չփոխվի։ Ամեն հետազոտությունները տանում են դեպի այդ ուղղություն։ Եվ ահա առանց վիրավորվելու, պարզապես ասում ենք, այդ ժամանակվա ժողովուրդները հորեղբոր տղաներ են եղել, ասենք 4000-5000 տարի առաջ Քրիստոսից, եւ այդպիսի խիստ տարանջատում չի եղել։ Նույնիսկ խաղաղօվկիանոսյան բնիկները, որ այդ ժամանակ եղել են, Աֆրիկայի սևերը, որ այդ ժամանակ եղել են, սրանից 6000 տարի առաջ, Քրիստոսից էլ վերցնենք առաջ, նրանք դեռ բացատրություն չունեին, թե, ասենք, շումերները, Աֆրիկայի բնիկները եւ խաղաղօվկիանոսյան բնիկները, որոնք այսօր էլ կան, ինչ կապ ունեն, որովհետեւ նրանց մերձեցումը կամ նրանց հորեղբոր տղա լինելը արդեն պիտի գնանք 50-60 հազար տարի առաջ, երբ որ մարդը երկրի վրա ձևավորվում էր, ինչ որ ձևով, 12-րդ մոլորակ եւ այլն։ Ուրեմն մարդկային ցեղի ստեղծումն ու տարածումը եղել է աստիճան առ աստիճան, աստիճան առ աստիճան, եւ սա ակնառու գիտնականները գիտեն։ Դրա համար մարդկային ցեղը
որ ստեղծվել է, հետո մի անգամ տարածվել է, երկրորդ անգամ բարելավվել է ստեղծման կենտրոնում, երկրորդ անգամ է տարածվել, երրորդ անգամ նորից բարելավվել է, այսինքն նրան տվել են դրախտից վանել են, որ չենք պահելու, տվել են միջոցներ, որպեսզի ինքը իրեն պահի եւ առաջ գնա։ Եվ այս 3-4 շերտերը, երբ որ նայում եք նրանց եզրերը, հավասարապես բաշխված ու ցրված են, ասենք հայկական բարձրավանդակից, այս ալեկոծման հետևանքները քաղաքակրթության։ Ուրեմն վերադառնանք Շումերիա, Բաբելոն, Հայաստան, Արարատի աշխարհ, Արարատա։ Չենք ասելու մենք հայերս այսպիսին ենք, տառեր ունենք, բաներ ունենք, պարզապես այս երևույթի վրա նայեք տնանք այս ժողովուրդը, որը այսօր այսպիսի վիճակում է Իսրայելում, ինչպես եղավ, որ պահի նրա մոտ խախտվեց այս ամենը, հանգստից հետո կշարունակենք։ Բաղ, տեսակ, զիրան, գերած, ելագութեր, համով հոդով, մերկահամ ու նրպահամ, կնեցեք ու համը դեսեք։ Թավարա բաղբաղակ թեքնեք, Հայաստանին թուկ կողնեք։ Բաղբաղակներու թախուլին, Թամարա։ I'm Joby Atashi, General Manager at Putiel Nissan. I invite you to come and visit our new dealership with the new management, new sales staff, and all new low prices. Ուրեմն շարունակում ենք մեր հաղորդումը, այսպես ծանոթանում ենք, թե ինչ է եղել այս ժողովրդի հետ, որը որ այսօր այսպիսի վարքագիծ ունի, որ պահին նրա հոգեբանության մեջ կոտրվեց, ոչնչացավ մարդկային, աստվածային այն հատկանիշները, որը տրված էր մարդուն, եւ փոխարինեց այլ ինչ-որ բաների, որ այսօր նա ցուցադրում է CNN-ով հափշտակված զինվորների մայրերին, քույրերին, հորը Հազբոլայի կողմից, այսպես ասած, եւ հանկարծ ուշացած այդ զգացումը նա փորձում է բաղդադել արդեն անհասկանալի զոհված իսրայելցի զինվորների եւ քաղաքացիների, նրանց ծնողների զգացմունքների հետ։ Դուք հասկանում եք, սա արդեն հոգեկան հիվանդություն է, երբ որ չգիտես, թե ինչ է ինչի հետ համեմատես, ասես, խոսես եւ պարզաբանես։ Դրա համար մտնում ենք, տեսնենք, որտեղ եղավ այս ամենը։ Ուրեմն այսպես Շումերիա, Բաբելոն, Հայաստան, առևտուր, զարգացում, առևտրական այս նավերը, որոնք որից մասին պատմեցի, գտնվում էին այսօրվա իսրայելցիների նախահայրերի ձեռքին։ Առևտրական այդ հատկանիշները այդքան խորություն ունեն, այսինքն փողը տուր, ապրանքը գբերեմ, ապրանքը բերեցի, հանձնեցի, մինչև այսօր արդեն զգալի է, որ այն ժամանակ արդեն այդ ժողովուրդը առևտուր անելու եւ նրա մեջ թրջված էր։ Բայց ամեն ինչ չէ, որ գնում է, ասենք, հարթ ու խաղաղ։ Ինչ պատահեց։ Եվ բացում եք դուք էնցիկլոպեդիան, ասենք, հրեական էնցիկլոպեդիան, այնտեղ կա Նոյա ընտանիքի պատմությունը, որը հետագայում մտցվեց հին կտակարանի մեջ որպես Նոյան ջրհեղեղի պատմություն, որից որ գրեցին նրանք արդեն մարդկության սկիզբը ուրիշների համար, սկզբում նաև իրենց համար, օգտվելով Նոյա առևտրական ընտանիքի նավերի կործանումից հետ Եփրատի վրա։ Այսպիսի պատմություն կա մեջտեղը իրական։ Կա նաև Նոյան, ոչ թե Նոյան, այլ Արարատի վրա փրկված, նավ կառուցած Գիլգամիշի պատմությունը, որը շումերներն են գրել այս ընտանիքների մեջտեղ գալուց շատ առաջ։ Ուրեմն երկու պատմություն կա։
12-րդ մոլորակի փորձերը երկրի վրա 50-100,000 տարի առաջ եւ այդ փորձերի կործանումները մետեորիտներով եւ երկրային պայմաններով ջրհեղեղներ երկրի վրա սառույցների հալում, առանցքի շեղում, սրանք իրական պատմություններ են, բայց տեղավորված են քաղաքակրթության մեջ այսքան հեռու։ Շումերները առաջինը դրանք գրանցել են որպես Գիլգամեշի պատմություն։ Դե ինչպես Աստված ասեց Գիլգամեշին, որ այսպես եւ այլն։ Նոյան եւ Գիլգամեշի մեջ սար ու ձորեր կան, չկա այդպիսի բան։ Բայց Նոյա առևտրական ընտանիքը կամ տունը եղել է, ասենք, Բաբելոնի եւ Հայաստանի մեջ, որը զբաղվել է առևտրով։ Առևտուրը եղել է այսպես. գումարը վերցվում է Ասորեստանից, Բաբելոնից, կրեդիտները, այսինքն առևտրական այս ընտանիքը ունի իր նավերը, որը որ բարձում են կենդանիների վրա, մինչև բարձրացնում են Հայաստան, հետո այնտեղ հավաքում են այդ արկղաձև նավերը, որի մեջ լցնում են ապրանք, իջնում են մինչև Շումերիա, այսինքն Բաբելոն, Շումերիա, Բաբելոն նույնն է, Շումերիան ավելի հին է անունը։ Եվ այնտեղ տեղ է ունենում հանձնումը տերերին, ապրանքը գներով, փողը կրեդիտի տոկոս ինչ որ վերցրել են, առևտուրը շարունակում է, մեզ շարունակում է երկար ժամանակ։ Բայց ինչ է լինում հանկարծ։ Ասորեստանում օրենք կա շատ խիստ այդ ժամանակ։ Եթե մեկը, այսինքն իր առևտրական պայմանագրերի մեջ խախտում է կատարել, այսինքն ասել է կեթամ ապրանք կառնեմ քո համար, փողը տուր, տվել ես, գնացել է ու չի բերել։ Ապա դատարան կա, բան կա, հոտես չի ոնց որ ասենք հիմա Իսրայել իր բանի հետ, Բեյրութի այս կռիվների ժամանակ։ Ապա ամբողջ ընտանիքով կամ ցեղով ազգու տակով, ինչքան որ ունես քո մոտ իրավաբանական, ստրուկ էին դառնում Ասորեստանում, դատարանը այդպես էր որոշում եւ այդ մարդուն որ պարտք է տալիս էին դրան, որպես իր պարտքը հատուցի։ Հիմա այս Նոյա առևտրական ընտանիքը սա ասում է հրեական էնցիկլոպեդիայից օդից չի ասում։ Այսպիսի գործառույթներից մեկի ժամանակ, երբ որ հսկայական գումար վերցնում են գնում են Հայաստանից բան բերելու, վերադառնալիս հայկական լեռներից կամ այդ տարածքում այնպիսի անձրև ու հալոցքներ են սկսում, ոնց որ գարնանային, ասենք, մի հատ տաք անձրև գա Հայաստանի վրա ու ամբողջ սարերի ձյունը հալվի այդ տաք անձրևից։ Սա բնական ինչ-որ մի երևույթ է։ Ու Նոյայի ամբողջ նավերը, որոնք որ բարձած գալիս են դեպի ներքև երկրատով, խորտակվեն, ջարդուփշուր լինեն եւ սա կոչվի մի հատ ակսիդանտ հեղեղ, որի ժամանակ Նոյի նավը իր ամեն ինչով, ապրանքներով, որը կրեդիտ էր վերցրել Բաբելոնից, փչանա։ Արդեն հարց էր առաջանում, ինչ պիտի պատասխան տան, որովհետև ոչ ինշորանս կա, ոչ մի բան չես կարող անես։ Պիտի գնաս ասես, որ սենց պատմություն իրանց մոտ դա չի անցնում։ Սրանք որոշում են, որ հեռանալ այդ երկրից, այսինքն փախչել։ Եվ տեղի ունենում փախուստը կամ հեռացումը Բաբելոնից, այն տարածքներից, որոնք, ասենք, Բաբելոնի հյուսիսային մասն էին կազմում, նրանք հեռանում են դեպի արևմուտք եւ սկսվում է նրանց ոդիսականը։ Ամբողջ կյանքը տառապանքներով լի, որից փող չլինելու պատճառով, ինշորանս չլինելու պատճառով եւ այլն, այս ժողովրդի մի քանի ղեկավարներ ասում են ելքը փախուստն է, թե չէ, ասենք, ինչու հանկարծ իրենք փախան։ Գնային ասեն սենց դա քանի հատ ստրուկ կամ բանվորա պետք մեր ցեղից կգա այս հաշիվը կփակի։ Բանից պարզվում է, որ այս ժողովուրդը իրոք իր ծագումնաբանությամբ չգիտես ինչի ազատասեր ժողովուրդ է։ Նրանք հայերի նման ստրկություն չեն հանդուրժել։ Հենց այդպես, ոչ իրենք ստրուկ են ունեցել, ոչ էլ ստրուկ են պահել։ Ինչպես հայերը, ոչ ստրուկ են ունեցել, ոչ էլ այս եզրերի վրա է, որ մեր ու նրանց միջև կա ինչ-որ կապ, տարօրինակ մի կապ։ Եվ հիմա, երբ նրանց սպառնում էր ստրկություն, նրանք որոշում են փախչել, անտանելի մի բան չեն կարողանում տանել։ Հայերն էլ նույն զգացումներն ունեն, ստրկություն չեն կարող տանել։
կփախչեն սեփական ընտանիքից, սեփական պետությունից, եթե հանկարծ զգան, որ ստրկության հոտ է գալիս։ Ժողովուրդներ կան, որ մեռնում են ստրուկ լինելու համար, հավատարմություն, ապահովություն, ուտելիք, հայերի մոտ դա չկա, սրանց մոտ էլ չկա, ինչպես երևում է այս ակսիդանից, ու արդյունքում ինչ է լինում, թափառումներ, փախուստներ, ճիշտ նույն ինչ որ մենք ենք անում, տարածվել աշխարհով, հեռանալ այն կետերից, որտեղ մեր ազատության վրա բռնություն կա, թեկուզ դա լինի մեր հայրենիքում։ Ահա տեսեք ինչ նմանություններ կան։ Սա իհարկե քաղաքակրթության արդյունք է, բայց հետևանքները տարբեր են։ Դուք եթե հանկարծ այս քաղաքակրթության արդյունքներով առաջնորդվեք հավիտյանս հավիտենից, հետագայում գքան վիճակներ, որը մեր համար եւ իրենց համար անկանխատեսելի են, թե ինչպես շարժվենք առաջ։ Ահա այս զգացմունքը ազատության, ստրուկ չլինելու, նոյա առևտրական այս ընտանիքից հետո, որը պիտի հիմք հանդիսանար նրանց ծագումնաբանության աստվածաշնչի սկիզբը եւ կանոնադրությունը, ինչպես ապրել, խոսքը վերաբերում է 5 կտակարանին, ինչպես ապրել, ինչպես գործել, ինչպես ամուսնանալ, ինչ անել, ինչ ցանել եւ այլն, այս բոլորը 5 կտակարանի մեջ ամփոփված է, ինչպես նվաճել եւ այլն, սա նրանց աստվածաշունչն էր, որով նրանք ապրում էին, բայց սկիզբը իրենց ծագումնաբանության նրանք նոյայի հետ են կապում, չգիտեք ինչու համար, թաքցնելով այդ հարաբերություններից առաջ եկող վտանգները, Աստված գիտի, բայց նրանք այդպես որոշեցին իրենց խելոքներով եւ այսպես 2000 տարի ապրեցին նրանք իրենց դաժան կյանքը, ազատություններից զուրկ, պատահարներով լեցուն կյանքը ապրեցին բազմացան։ Եգիպտոս, Մովսես, 40 տարի անապատ, դրանք չեմ ասում, որովհետև, ասենք չեմ ասում, Եգիպտոսի իրենց հարևաններին ինչպես թալանեցին, ինչպես մտան եգիպտական արքունիք, էդ էլ չեմ ասում, դա կարևոր չի, արդեն նրանց մոտ տեղի էր ունեցել, ազատության ամենաբարձր գնահատական, իրենք պիտի ազատ լինեին, բայց ազատության գինը այդպես էլ ոչ ոք չգիտի, թե դա ինչ արժի, միգուցե քո ազատությունը հարևանի մահվան պատճառն է դառնում, բայց դե թքած դրա վրա ով է մտածում, հիմա ինչպես տեսնում եք, եւ այդ ազատության շարժման մեջ կատարվեցին հերթական մի քանի երևույթներ, որոնք ավելի խորացրին այս ժողովրդի այն ժամանակվա նոյա առևտրական ընտանիքի հետևանքով բխած երևույթները։ Եվ եթե հիշում եք բաբելոնական 400 տարվա գերությունը, որ տարան ասորական թագավորները, հանկարծ որ տեղավորված այդ ժողովրդի տեսան, հավանաբար մտածեցին, սրանք են մարդիկ են, որոնք պարտք էին մեզ։ Եվ գերության, եւ այս գերության մեջ նորից ձևավորվեց այս երևույթը, թե այս ինչ դաժան կյանք է, 400 տարի Բաբելոնում նրանք գերության մեջ մնացին, նորից հետո ազատագրվան, Եգիպտոսի այս փերուշան վիճակները, գաղափարախոսության փնտրտուքները, այսինքն երբ որ բույնը տավերվում է եւ դու ազատատենչ ժողովուրդ ես ստրուկ չունես, բայց քեզնից ստրուկ անելու փորձեր են, արդեն քո մոտ խախտվում է ամեն ինչ։ Եվ մինչև վերադառնանք 200 թվականը Քրիստոսից հետո, ահա այս ամբողջ ճակատագիրը, Պաղեստինյան այս շրջաններում հայ ժողովրդի վիճակը, 200 տարի նրանք մտան ուղիղ Աստծու հետ խոսալու, այդ ցավը տանեմ, ինչ ես ուզում մեզնից, ինչ ասում ես լսում եք, բայց վերջը չի երևում սրա, որոշեցին 200 տարի ստեղծել քահանայապետական պետություն եւ ապրել, աղոթել, ապրել, սպասել միսիային, որ պիտի գա փրկի իրենց հարցերը լուծի, բայց ինչ հարց լուծող, հռոմեական կայսրությունը վերցրեց նրանց իրենց մեջ եւ նորից ստրկական վիճակի հայտնություն, էլ արդեն նորից դուրս եկան, ինչի ազատագրական պայքարի, մի մասը ասում եկեք ձեն չանենք, սա էլ կանցնի մի քանի 100 տարի, համբեր ենք, մյուս մասը ասում են ինչքան համբեր ենք ախր, տեսակ 200 տարի էլ բան արեցինք, Աստծու հետ ապրեցինք, եւ այսպես այս հակադրությունների մեջ, այս երևույթների մեջ
հանկարծ տեղի են ունենում ազատագրական ընդվզված շարժումներ, էլ արդեն համբերություն չկա, ոնց որ ասած։ Ու դուրս են գալիս հռոմեացիների դեմ։ Իսկ հռոմեացիները մեքենաներով, նետերով, հրեաձիգ բաներով զինված իհարկե պիտի հաղթեին։ Եվ այս հաղթվելը Մասադայում, երբ որ իրենք կազմել էին արդեն վերջին համայնքը, որ մեր հետ գործ չուներ, թող մենք մեր համար ապրենք։ Եվ Մասադայի կործանումը, երբ որ այնպես եղավ, որ իրենք սպանեցին բոլորին, հետո իրենց վերջին հետ այդ պատմությունը կա Մասադայի ոչնչացումը ներսից, հրեաները այդպես արեցին, ատելով աշխարհը, Աստծուն էլ հետը, արդարության կորուստը եւ այլն, եւ խախտվեց այդ ժողովրդի ամեն ինչը։ Մասադայից հետո արդեն Երուսաղեմը պետք է թողնեին եւ դուրս եկան Երուսաղեմից։ Տեսեք ինչ է կատարվում աշխարհում եւ մենք հիմա հայերը ջաջմենտ ենք անում, թե որտեղ պատահեց այս ամենը։ Նստեցին էսենները խորհրդակցության այն 70 հրեա իմաստունները խոսելու, դատելու այն ինչ որ ես եմ ասում, իրանց պատմությունը, առաջարկություններ լսել, թե ինչ անենք եղբայր, այս ինչ վիճակը, Աստծու հետ էլ ուղղակի կայանա պետական 200 տարի, որ ուրիշ բան չէին խոսում, մենակ Աստծու, որ իրանց փրկելու, այսպես մենք ենք փրկության եւ այլն։ Շանք էլ արինք է, բայց ինչու է այս ազատության հարցում Աստված մեզ պատժում։ Արդեն բաների մեջ գրում էր, ինչ մենք փորձությունների մեջ, մարգարեությունների մեջ, տեսեք ինչ հետաքրքիր է։ Եվ երբ որ տեսան զլոտները, այսինքն հեղափոխականները, դանակավոր, որոնք կռվում էին հռոմեացիների դեմ, արդյունք չտվեց, էսենները նստեցին խորհրդակցության եւ հավանաբար որոշեցին, որտեղ ես ոչ մեկս այնտեղ չէի, որ այս ձևը պետք է փոխվի։ Նրանք մի կողմ դրեցին 5 կտակարանի բխող բոլոր քահանայապետական, աստվածաբանական, բարոյախրատական այս ամենը։ Եվ երկու ուղղություն առաջացավ, որը հետագայում հիմք առիցացավ Տորայի, Թալմուդի եւ Տորայի։ Ինչ են այս գաղափարախոսությունները։ Այնտեղ մեկ ընդմիջ հստակ գրված է, եւ չնայած դա հետո գրեցին, բայց մնացածը բերանացի էին հաղորդում մեկը մյուսին, որ Աստծու հետ կապված հարցերը մենք սխալ ենք ընկալել։ Այսպես, որ Աստված իրոք տիեզերական ոգի է, կա եւ նրա գոյությունը մենք ընդունում ենք, բայց այդ տիեզերական ոգին ի վիճակի չէ մարդկային ճակատագրերին տնօրինելու, մարդն է իր ճակատագրի տերը եւ ինքը պետք է ստեղծի պայքարի բնության մեջ եւ այլն, այսպիսի գաղափարախոսություն հիմք դրեցին։ Տեսեք այն ինչ որ եզրերն է հիմա երևում։ Եվ Աստծուն դրա համար չպետք է մեղադրել, բայց նրա գոյությունը եւ ձեր կատարած գործերը պետք է հստակ դրվի Աստծու առաջ, որ այս բանը որ անում եմ, լավ եմ անում, որովհետեւ երբ որ անում եմ սա, քեզ էլ եմ հիշում որպես տիեզերական ոգի, եւ ես գիտեմ, որ դա պիտի ներես։ Եվ ստեղծվեց արդեն կանոնադրությունը, որ եթե դու այն տեսակները, որոնք ազատատես չեն, ստրկամիտ են եւ հոգի գոյեր են դրանք, մենք տարբերվում ենք նրանից, հետեւաբար մեր բոլոր գործողությունները նրանց դեմ Աստծու մոտ ընդունված է, վախ չվախենակ։ Այսինքն Աստծու վախը վերացրեցին իրենց ժողովրդի մեջի, խեղճությունը վերացրեցին, այսինքն գաղափարախոսությունը գնաց, արա այն ինչ որ քեզ օգտակար է։ Մի վախեցու Աստծու դատաստանից, հենց Աստված գերագույն Աստվածը, եթե դու նրան հիշես այդ պահին եւ կատարես ցանկացած գործողություն, իմացած եղի, որ նա քեզ հետ է։ Դատարանում կարող ես խաբել ի օգուտ քու ազգակցի։ Դատարանում կարող ես կեղծել ի օգուտ քու ազգակցի։ Աստված այդ ամենը կների, որտեղ նա հասկանում է, որ դա դու անում ես, ոչ թե քեզ համար, այլ քո ազգակցի համար։
տեսեք ինչ բխող փիլիսոփայություններ առաջացան։ Եվ այսպես անձը կամ գաղափարախոսությունը ազատագրվեց այն ինչին ձգտում էին նրանք, բայց դա 70 թվականին ասին Իսրայելը չկար, Երուսաղեմը չկար, բնակչությունը ֆիզիկապես փորձեց տեղավորվել դեպի հարևան երկրները, բայց այնտեղ արդեն այս գաղափարախոսությունը ծնեց պետությունների մեջ պետություն, նրանք ունեցան իրենց գաղափարախոսները, հարկահավաքները, ազգի մասին մտածողները եւ այլն, եւ սա գնաց ու գնաց հազարամյակ, առաջինը, երկրորդ, Եվրոպայի տեղափոխություն, տեղափոխվել Եվրոպա, փնտրել նոր կենսական տարածքներ, բայց պահելով այս գաղափարախոսությունը։ Այս գաղափարախոսությունը բերավ հասավ մինչև այնտեղ, որտեղ նույն գաղափարախոսությամբ, երբ որ հարցը դրվեց Հերցելի համագումարում 1870-ական թվերին, թե ինչ պիտի լինի հրեության վիճակը, պետականությունը դնել, թե չդնել։ Վիճաբանություններից հետո որոշվեց 2000 տարի առաջվա կորցրած տարածքներում պետականությունը հաստատել։ Սա մարդկության վրա նստեց երկու պատերազմ համաշխարհային։ Այս երկու համաշխարհային պատերազմներով վճարվեց այդ որոշումը։ Մինչև այդ տարածքում իրավաբանական անձի իրավունք ստանա հրեան, որը այսօր ստանալուց հետո մինչև այսօր չի տեղավորվում այդ իրավաբանական իրավունքը, պատմության քարուղիներով անցած եւ այսպիսի բաներ ստեղծած մի ազատատենչ ժողովրդի մոտ, որի հետ ակսիդանտ եղավ ինչ որ մի ժամանակ, եւ ակսիդանտները կամ բնական աղետները, որոնք կրում են ժողովուրդները, նրանք հետևանքներ են թողում նրանց հոգեբանության մեջ, նրանք փնտրում են դրանցից դուրս գալու եղանակները տարբեր են, միջոցների մեջ խտրականություն չկա, կարող ես անել ստախոսություն, այն ինչ որ հետագայում իրենք ամբողջ հին քահանայապետական կրոնը Հիսուս Քրիստոսով մարդկության հագեցած տվեցին մնացած ժողովուրդներին, իրենք քաշվեցին այս տեսակից եւ մտան իրենց սեփական գաղափարախոսությունը, որը միայն հիմնված է օգուտի, շահի, կենսունակության, այդ բոլորը եւ դրանց հետ կապված հարցերը տիեզերական Աստծո հետ կապելու եւ նրա ներողամտությունը արդեն գնված համարելով։ Եվ հոգեբանորեն այս վիճակը պետք է հասներ այնտեղ, որը որ դուք տենում եք CNN-ով։ Ումը մեղադրել, ինչպես եղավ, բա պետությունների համար ինչ ան, նրանց քաղաքագետները արդեն խոսում են փչացած հոգեբանությամբ, հասկանում եք, անընդունելի մարդկային օրենքների մեջ, բայց իրենց համար լավ, ահա ամբողջ ճանապարհը։ Դուք հիշում եք Ժիրինովսկուն, որը որ Ռուսաստանում պետական դումայի մեջ է, նախագահի տեղակալ է։ Սա տիպիկ ազատությունը կորցրած, գլուխը շաղված մի ժողովրդի ժառանգ է, որը չգիտի թե ինչ է անում, ինչ է խոսում, ասենք, որը դուք լսեցիք, այսօր ես ցույց կտամ նաև նրա դեմքը, որովհետեւ դուք տեսնեք, որ ինչ է պատահում մարդկային ցեղին հանկարծ, երբ որ օրինակ նա կենթարկվի անհասկանալի ինչ-որ դավադրության կամ բնական աղետի կամ կոտորածի, գենոցիդի։ Հայերի կոտորածը 15 թվականին դեռ երկիրը չգիտի թե կամ մարդկությունը իրա վրա ինչ կնստի դա, դե դեռ հայտնի չէ։ Եթե հայերը հանկարծ մտածեն հրեաների նման, այն ժամանակ ուր պիտի փախչեն նրանք, որոնք որ ստեղծեցին այդ աքսիդանը, Օսմանյան կամ արևմտյան մեր հայրենի հողի վրա, ուր պիտի փախչեն նրանք, որոնք վարագույրների հետևում են, ոչ թե Աստծո ցասումից պիտի փախչեն, թե Քրիստոսի հայտնվելու, ոչ, հայ մտքի խորամանկությունից, փիլիսոփայություն, որը կստեղծի հանգած նույն ինչ որ հրեաները ստեղծեցին, այդ դեպքում ահա որ կլինի երկրագնդի այն մեղավոր բնակիչների վիճակը, որոնք հանկարծ ապրում են այդ բանը։ Դուք տեսեք ինչեր կան աշխարհում։
այդպես մեղմ չէ։ Այս ժողովրդի ճակատագիրը մինչև այսօր այսպես է եկել։ Հայերինն էլ եթե հանկարծ գնա այդպես անարդարության իր ազատատենչության, չգիտեք 1000 տարի հետո ով կխոսի մի լեզվով երկրագնդի վրա։ Ուրեմն մարդկությունը պարտավոր է հասկանալ այս ամենը։ Ես հիմա ձեզ ցույց կտամ Նորից Ժիրինովսկին, որը ճիշտ խտացված արտահայտությունն է այն քաղաքականության, փիլիսոփայության, ազատատենչության, անհասկանալի խտնվածության, որը որ այսօր Ռուսաստանի երրորդ անձնավորությունն է, ունի լիբերալ, ազատական կուսակցություն, ռամկավար ազատական կուսակցություն Ռուսաստանում, ժողովրդավարական կուսակցություն Ռուսաստանում, բայց տեսեք նրա նախագահի պահվածքը, սա իր վրա կրում է այն ինչ որ ես ձեզ պատմեցի, խնդրեմ դա ցուցադրեք, եթե կարելի է։ Не надо шутить с войной, блядь. Здесь другие ребята. Это не Германия, это не Афганистан. Джордж, твоих солдат здесь порвут на части. 250 тысяч отборных солдат Ирака, блядь. Они все разнесут. Они всю пустыню пройдут за 1 час. Они взорвут все твои эсминцы. Всех твоих журналистов, дипломатов. Джордж, ты ковбой. Ты остановись, блядь, ты кончай. Ты патроны спрячь подальше на склад. И забудь про своего папу. У нас был один мудак. Отомстил за брата, блядь. И рухнула Великая Российская империя. И другой чудак, блядь, за своего дедушку отомстил. И рухнул Советский Союз. И ты повторишь ту же ошибку. Ты папу забудь. Папа твой отработал свое. И подумай о будущем Америки. Она гибнет. Твоя молодежь бежит из твоей страны. Там никто не хочет жить в Америке. Никто. У тебя барахолка, блядь. Доллар, доллар, доллар. Это грязная зеленая бумажка, блядь. Ни души, блядь. Музыки нет у тебя. Нет писателя у тебя. Весь мир слушает Чайковского, Достоевского, блядь. Фестивали, спорт, только Россия, блядь. И Россия здесь, Ирак. Вот здесь любят президента, а тебя презирают, блядь, презирают. Твой предшественник, блядь, Клинтон, блядь, ему ширинку растянули прямо в рабочем кабинете. Да совсем уже нужно охуеть, блядь, чтобы какая-то проститутка, блядь, в кабинете главы государства ему отсасывала. Это что, Америка, блядь? Пиздец давно уже, блядь. Вы что делаете, блядь? Моника, блядь. Какой нахуй президент? Какая война? Какой Ближний Восток, блядь? Минетчики чертовы, блядь. Анонисты, пидорасы, блядь. Джордж, посмотри ковбойский фильм. Посмотри, сколько трупов. Сколько крови, блядь. И там убили, и здесь убили. Ты здесь. Я тебе здесь говорю, блядь, посмотри, какое небо, блядь. Багдад. Багдад — это не Берлин. Это не Кабул. Ты никогда здесь не достигнешь победы. Потому что мы знаем этот народ. Мы знаем этого президента. Он один на всю планету тебя посылает нахуй. Один. Все остальные, блядь, лебезят перед тобой. Выстроились в строй, чтобы тебе поклониться. А он один здесь сидит 11 лет. 11 лет тебе сопротивляется, ты своей мощной хреновой экономикой, со своей миллионной армией, со своими флотами, блядь, ракетами ни хера не можешь сделать. Ты бомбишь эту страну каждый день. Ты убиваешь детей, а солдаты Ирака сидят готовые к бою. Ты боишься сюда направить своих солдат. И ты боялся 11 лет назад. Твой отец тоже боялся. А яблочко от яблони недалеко падает. Ты никогда не победишь. Это будет твое последнее поражение. Наполеон проиграл Ватерлоу. Гитлер проиграл Берлинскую битву. Ты проиграешь Багдад. Багдад твоя могила. Понял? Ты, Джордж. Сраный ковбой, блядь. Тебе в Техас обратно. На ранчо, на джипе. Объезжай свои пустые земли и учи испанский язык. А Нью-Йорк уже говорит по-русски. Мы направим в Америку еще 10 миллионов русских и изберем в Америке своего президента. А ты, Джордж, получишь хорошую камеру в Бутырке. Ты понял? Джордж. И ты никогда здесь не сможешь добиться победы. Все арабы мира, все мусульмане мира, вся Восточная Европа. Москва против тебя. Москва не хочет этой войны. И тебе наш президент это ясно по-русски сказал. Не сметь стрелять по Багдаду.
лучше вместе ебанем под Тбилиси. Баку, другие города. Мы найдем цели на этой земле. Столько земли, блядь. Хочешь, Австралию нахуй опустим, блядь, на дно океана. Давай, показать тебе наши ракеты, блядь. Хочешь, блядь? У нас есть оружие, блядь. Ночью наши ученые чуть-чуть изменят гравитационное поле Земли, и твоя страна будет под водой. 24 часа, блядь, и вся страна твоя будет под водой Атлантического Тихого океана. Ты с кем шутишь, блядь? Ты подумай, блядь. Ты понял, чем кончил Бонапарт? Чем кончил Гитлер? Все остальные. Ты совершишь историческую ошибку. Твой папа тебе благодарен не будет. Забудь его, твоего папу. Твои генералы тебе говорят, не начинай войну. Еще не поздно. Еще 21 июня 41 года. Ուրեմն ինչպես տեսակ, արդեն ինչ անել այս մարդու հետ կամ այն ժողովրդի հետ, որը իր վարքագծով այսօր կատարում է Լիբանանի ռմբագործումը, մարդկության ուժերից վեր է, պետք է մտածվի, միգուցե կանչվի եւ բացատրվի այս ամենը, որ պետք է, չգիտեմ ինչ ասեմ, ինչպես չէ կարող ուղղել այս մարդուն, որը որ անհնար է, հանկարծ դուք լսեք փոխված մի ձև։ Սա 3 տարվա առաջվա ելույթ է Բաղդադի բունկերում, որը հիմք հանդիսացավ այս ելույթները, որպեսզի Միացյալ Նահանգները մտնեն եւ ամեն ինչ հայտնի է ձեզ։ Ուրեմն ոչ մի բան չունեմ ավելացնելու, հաղորդումը ավարտում ենք, տեսնենք երկուշաբթի, ինձնից հետո անմիջապես 11-ին ամեն ուրբաթ բուսական աշխարհ հաղորդումը կլինի դոկտոր Ռաֆայել Հովհաննիսյանի օրերի եթերով։ Ուրեմն ստեսություն դες մինչև երկուշաբթի։